Պարոն Գրիգորյան, իշխանությունները կարծես հետ են կանգնում համընդհանուր հայտարարագրման մտքից, ինչ էին ուզում ստանալ այդ հայտարարագրմամբ եւ ըստ ձեզ ինչը ստիպեց հետ կանգնել դրանից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հարցը մի քանի պատասխաններ ունի։ Առաջին հերթին ասեմ, որ ամբողջ աշխարհում հայտարարագրման ներդրումը պետության մեջ շատ կարևոր է ու տնտեսագիտորեն, եթե իրան նայում ես ու պետության տնտեսության մեջ ինքը շատ կարևոր հենասյուներից մեկն է դառնում ու այն քայլը, որ կատարվել էր պետության կողմից, որ ֆիզիկական անձիկ պետք է հայտարարագիր ներկայացնեն, դա շատ լուրջ process է, շատ լուրջ գործընթաց է, երկարաժամկետ ու չէր կարող ընդամենը մեկ որոշումով, մեկ շատ կարճ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք ապահովել։ Ինչ վերաբերում է հայտարարման հետ կանգնելուց, ոնց որ նշվում է, հա, իրականում կան բազմաթիվ ծուղակներ, այստեղ կարևոր է նշեմ, որ նաև բարոյական առումով ոնց որ մնացած շատ հարցերում կառավարությունը ձախողել է իր կողմից ընդունած որոշումները, օրինակ հասարակական վայրերում աղի օրինակը, հա, նույնն էլ այստեղ ձախողում էր, որտեվ եթե մենք նայում ենք ստատիստիկային, մոտ 700-800 հազար պոտենցիալ ֆիզիկական անձիկ, ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն, փաստացի պայդրությամբ ներկայացել են 125 հազարը, ընդ որում դրանց 60%-ը կրկնակի հայտարարագիր ներկայացնողներ են, այսինքն շատ քիչ մասն է այդ մի տարվա 9 ամսվան ընթացքում հայտարարագիր ներկայացնել, նաև կուզենամ նշեմ, այստեղ շատ կարևոր, որ պետությունը փորձեց տարբեր ձևերով խրախուսել ֆինանսական առումով անձանց, ովքեր որ հայտարարագիր ներկայացնեն, դրա վառ օրինակն է, որ պետական բյուջեի ծախսերի մեջ 24 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ ծախսերը ներառված չէին ու դենց վերցրեցին ծախս ներդրեցին, որ ինչա ծրագիրը իրականանա, բայց այդ էլ չօգնեց կոպիտ ասած։ Հետ կանգնելը ծուղակ է, ծուղակ ինչ առումով, տեսեք, օրենքն ասում է, եթե դու չունես աշխատավարձից այլ եկամուտներ, ապա դու կարաս հայտարարագիր չներկայացնես, հարկային համակարգը ինքը կորոշի ու ինքը կոպիտ ասած քո փոխարեն այդ հայտարարագիրը կլրացնի, բայց եթե անձը ինչ-որ միտեղից ինչ-որ մի չափով, չգիտեմ, գումար է ստացել քարտին 300,000 պլյուսով, ապա այդ ժամանակ կամայական կարան ասեն, գիտեք ինչ կա, դուք քանի որ չեք լրացել, պետք է լրացել ու աշխատավարձից բացի այլ եկամուտ կա, դուք ունեք արդեն խնդիր իր համապատասխան ոնց որ հետևանքներով։ Բայց նաև չեն ստիպում, չստիպելն ունի երկու պատճառ։ Սխալ կառավարման արդյունքում չստացված հեշտական պրոյեկտը եւ երկրորդ, գիտենք, արդեն 26 թվականը նախընտրական տարի է ու որպեսզի լրացուցիչ ձևով ֆինանսապես, տնտեսապես բնակչությանը նեղություն չտան, հա, չգրգռեն, փորձեցին այս հետ քայլը անել։ Ամեն ինչ արեցին, բայց քանի որ համընդհանուր չկա կառավարության հանդեպ, իշխանության հանդեպ այդ համատարած վստահությունը չկա, հեշտական չստացված պրոյեկտներ։ Նախագահ Խաչատուրյանը հայտարարել էր, որ երկրում փողի խնդիր չկա, այդ ֆոնին պահպանվում են սոցիալական խնդիրները, աղքատությունը չի նվազում, ուր է գնում այդ փողը, որի խնդիրը իբրև թե մեր պետությունը չունի։ Փողի խնդիր միգուցե չկա, բայց այդ փողի խնդիրը չկա հասարակության առավելագույնը 5%-ի համար։ Ու եթե մենք այդ թվերը նայենք, կարանք բոլորին տեսնեն, շատերին տեսնեն նաև իշխանական տարբեր ցուցակներում կան տարբեր կառավարման պորտֆելներում։ Ուրեմն տեսեք, այդ թիվը հայտարարելը ուղղակի չի կարող լինել։ Գոյություն ունի պետական վիճակագրական կոմիտե, որը հստակ տվել է ցուցանիշներ, որ 24%-ի շեմին են հենց հիմա մեր մոտ պետական աղքատների ու ծայրահեղ աղքատների շեմը։ Այսինքն յուրաքանչյուր 4-րդը մեծ մոտ աղքատ է։ Այդ պետության կողմից վիճակագրական կոմիտեի տված տվյալներն եմ ասում։ Եթե իսկ որտեղից չկա այդ փողերը, մեկ պարզ պատճառով։ Առաջինը պետական պարկն է։ Մի շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց եւս 150 միլիոն եվրոյի պետական վարկի ներմուծում, որը արդեն գրեթե գերազանցում է 14 միլիարդը, այսինքն վերջի 7 տարում պետական պարկը 6.9 միլիարդից դառնում է 14 միլիարդ, 7 տարում 7 միլիարդով պետական պարկը ավելանում է։ Ու այս պարագայում այդ պետական պարկը գալի մտնում է երկիր տարբեր մոդելներով, տարբեր մեթոդներով, հիմնականում
շինարարություն, ամենաշատ ծեծված թեման, ասֆալտ, որ սիրում է մեր հասարակությունը, չգիտեմ, վերանորոգում, մանկապարտեզ եւ այլն, ու այդ փողերը գնում է այդտեղ։ Իսկ պետական պարկը աճում է, ավելին ասեմ ձեզ, հաջորդ տարվա մեր պետական բյուջեի նախագծի մեջ, որ արդեն ներառում է կառավարությունը, պետական բյուջեի ծախսերի 3-րդ դրույթը պետական պարկի կառավարումն է եւ հնա պետական պարկ հարաբերակցությունը գերազանցում է 53% շեմը, իսկ գիտենք, որ 60%-ը համաշխարհային տնտեսագիտության մեջ տնտեսական առումով կարա այդ երկիրը համարվի ֆինանսապես դեֆոլտ։ Իսկ մենք մոտենում ենք 60 շեմին, 60%-ի շեմին։ Ով է այս սրա պատասխանը տալու, ոնց ենք մենք սրա տակից ելնելու, ես անկեղծ չեմ կարող պատասխանել։ Նախագահ Քոչարյանը իր ասուլիսում զարմանք արտահայտեց առ այն, որ Հայաստանում կա տնտեսական աճ, բայց չի նվազում աղքատությունը։ Ըստ իրեն այստեղ կամ կեղծիք կա, կամ փողը հայտնվում է մի քանիսի ձեռքին։ Դուք ինչով եք պայմանավորում աղքատության թվի չնվազումը։ Նույն նախորդ հարցի շարունակությամբ կպատասխանեմ, տեսեք, տնտեսական աճը մեզ մոտ որակական առումով կարելի է գնահատել շատ վատ է։ Ինչ առումով, որովհետև տնտեսական աճը պայմանավորված է մեծամասամբ արտաքին գործոնով, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով, որովհետև եթե մենք նայենք խոշոր հարկատուները, ցանկը կտեսնենք, որ երկրորդը, 5-րդը, 7-րդը մեզ մոտ այնպիսի կազմակերպություններ են, որոնք վերարտահանող են, ներմուծում են ավելացված արժեքի հարկը, այստեղ մուծում են, հետո արտահանում են երկիր, այսինքն արժեք չի ստեղծվում լրացուցիչ, որը կապահովի այդ ամեն ինչը։ Պլյուս դրան մեր առևտրային բանկերը, որ հանդիսանում են խողովակ այն ռուսական ու միջազգային բանկերի համար, որոնք սանկցիաների տակ են ու արդեն երրորդ երկրով այդ ֆինանսական միջոցները գալիս գնում են, արդյունքում բանկերը ապահովում են լրացուցիչ շահույթներ եւ դրանից վճարված շահույթը գնում է էլի պետական բյուջե, այսինքն ամբողջությամբ ինքը կարելի է գնահատել արտաքին գործոնի հիման վրա ձևավորվող հնա։ Եթե ոչ ամբողջությամբ գոնե կեսը։ Ու ցավով եմ նշում, լավ կլինի, շատ լավ կլինի, պատերազմը վատ բան է, շուտ ավարտվի։ Եթե շուտ ավարտվի, մենք մեր մաշկի վրա տնտեսապես կզգանք, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական առումով ռուս-ուկրաինական պատերազմը։ Դրա համար մենք ֆիզիկապես հասարակ քաղաքացիներ իրանց մաշկի վրա այդ հնայի աճը չեն զգում։ Այո, կզգան կազմակերպություններ, մի քանի խոշոր առևտրային բանկեր, կզգան անձիկ, ովքեր ինչ որ մի ձև առնչվում են այդ process-ների հետ, բայց այդ մի օր բռնելու է եւ ավարտվելուց հետո շատ հստակ տեսնել ենք պետական բյուջեի կատարողականում այդ մասով նվազելու է գումարներն ու հնան ընկնի։ Ոստեղ պետական պարքն հարաբերակցությունը շատ արագ կարա բարձրանա անցնի 60%-ը։ Ըստ ձեզ իշխանությունները այս մասով աշխատանքներ իրականացնում են աղքատության դեմ պայքարի առումով, թե նման աշխատանք չի տարվում։ Այն կոնտեքստում, որտեղ կարող է կառավարությունը PR-վի, այո, արվում է։ Բայց դա որակական որպես ցուցանիշ համարել չի կարելի։ Նախագահ Քոչարյանի ասուլիսում նաև խոսվեց Թրամփի ուղու մասին, նախագահը հայտարարեց, որ ճանապարհը Հայաստանը իր միջոցներով կարող է կառուցել եւ անգամ վարկի անհրաժեշտություն չկա։ Հայաստանն ունի այդ միջոցներ իր հաշվին $100 միլիոն արժեցող ծրագիրը կյանքի կոչելու եւ որ ամենակարևորն է, արդյոք տնտեսապես արդարացված կլինի այդ ծախսը։ Ամբողջությամբ կիսում եմ երկրորդ նախագահի կարծիքը։ Մենք խնդիր ունենք ֆինանսական բյուջետային համակարգում ծախսերի կառավարման, ծախսերի արդյունավետության հետ։ Այդ իսկ պատճառով, այո, հնարավոր է բազմաթիվ ծախսեր նվազեցնելու հաշվին կարողանալ սեփական միջոցներով այդ ճանապարհը ինքներս կառուցենք, լինենք տնտեսապես եւ ոչ միայն տնտեսապես անկախ եւ մենք ինքներս տնօրինենք այդ ամբողջ գործընթացը համակարգը, որը մեզ կբերի լրացուցիչ անկախություն, որը մեզ կբերի լրացուցիչ դիվիդենդներ քաղաքական դաշտում, անվտանգային դաշտում եւ այլն։ Այո, հնարավոր է սեփական միջոցներով ծախսերի արդյունավետության հաշվին կառուցել այդ ճանապարհը եւ ունենալ բազմաթիվ դրական արդյունքներ։ Նախագահ Քոչարյանը ասաց, որ մեկ անգամ կարողացել է երկիրը հանել դժվար վիճակից, հիմա էլ կարող է, բայց իրավիճակները նույնը չեն, տարբեր ելակետներում ենք հիմա։ Ձեր գնահատմամբ որքանով է իրատեսական հաջողությունը կրկնելու նախագահի համոզմունքը։ Գործն է անմա,
Լավ իմացեք։ Մարդու գործը բնորոշում է տվյալ մարդու խոսքերը։ Այո, ես կիսում եմ նախագահ Քոչարյանի այն համոզմունքը, որ այո, հնարավոր է նույնիսկ այս ծանր վիճակից, թե տնտեսապես, թե քաղաքական առումով պատվով դուրս գալ։ Այո, խնդիրները շատ ավելի խորքային են, շատ ավելի դժվար են, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Երբեք պետք չի ասել երբեք։ Այո, հավատալ է պետք ու մենք 98-2008 թվերին ունեցել ենք 10 անգամներով հաջողություններ տնտեսական առումով ու ոչ միայն տնտեսական առումով։ Ու եթե մենք ունեցել ենք մեկ անգամ, վստահ եմ, որ երկրորդ անգամ եւս կարող ենք ունենալ։ Առաջին հերթին պետք է կամք, պետք է ուժ, ցանկություն, որպեսզի այդ ամեն ինչը ի կատարածվի իշա պետության, իշա երկրի, այլ ոչ թե սեփական իշխանությունը, սեփական աթոռը պահելու։